Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունվարի 3 Այդ երկիրը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու։ Ծննդոց 28-րդ գլուխ 13-րդ խոսք։ Ոչ մի խոստում չի ենթարկվում անձնական մեկնաբանության, այն պատկանում է ոչ թե մեկ սրբի, այլ բոլոր հավատացյալներին։ Թանկագին բարեկամ, եթե կարող ես հավատքով վստահել խոստմանը և ապավինել դրան, ապա այն նաև քեզ է պատկանում։ Որտեղ Հակոբը հասել էր, կանգ առել և հանգստացել, այդ հողը նրան տրվեց։ Հողի վրա պառկած, հոգնած այդ վայրի քարերը որպես բարձ գործածած, նա պատկերացում անգամ չուներ, որ այդպիսով դառնում է այդ հողի տերը, և այնուամենայնիվ այդպես էլ եղավ։ Նա երազում տեսավ մի հրաշալի սանդուղք, որը բոլոր ճշմարիտ հավատացյալների համար կապում է երկիրն ու երկինքը, և անկասկած այնտեղ, որտեղ սանդուղքի ոտքը կանգնած էր, նա պետք է իրավունք ունենար երկրի վրա, հակառակ դեպքում չէր կարող հասնել աստվածային սանդուղքին։ Աստծո բոլոր խոստումները այո և ամեն են Քրիստոս Հիսուսում, և քանի որ նա մերն է, յուրաքանչյուր խոստում մերն է, եթե մենք միայն վստահությամբ ու հավատքով պառկենք և հանգստանանք նրա մեջ։ Իմ հոգնած բարեկամ, Տիրոջ խոսքերը որպես բարձ գործածիր, պառկիր խաղաղությամբ, մտորիր միայն նրա մասին։ Տեր Հիսուսն է քո լույսի սանդուղքը։ Նայիր, թե ինչպես են հրեշտակները ելնում ու իջնում նրա վրայով, քո հոգու և քո Աստծո միջև, և եղիր վստահ, որ Աստծո կողմից տրված խոստումը քո բաժինն է, և որ այն սեփականացնելը կողոպուտ չէ, այլ հենց հատուկ քեզ համար է գրված։